մեր փորձագիտական մեր վերլուծությունների արդյունքով մենք կոռուպցիայի մակարդակում, կոռուպցիայի հետ կապված ինչ պատկեր ունենք ըստ մեր դիտանկյունի, հա, եւ ուզում եմ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի 4 հիմնարար խնդիրները Հայաստանում, որ մեր այս հետազոտությունները արձանագրել են, մասնավորապես դրանցից է, որ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարում չկա առաջընթաց, բայց ի հակադրում են բարձրագույն հայտարարությունների։ Այս հենց այն էր, ինչի մասին ասում էի, որ այս իշխանությունը գալով իշխանության 18 թվականից սկսած մենք կոռուպցիան վերացնելու ենք, մենք կպայքարում ենք կոռուպցիայի դեմ, մինչդեռ մենք այդ ամեն ինչը հողի վրա չենք տեսնում եւ դրա մասին այսօրվա մեր զեկույցներում նաեւ կլսենք։ Մասնավորապես Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը տարիներ շարունակ չի փոխվում, սա Transparency International-ի հայտարարություններ, համաթիվը վկայում է լճացման ոչ թե բարեփոխման մասին։ Եզրակացնում ենք, որ քաղաքական խոսքը, թե պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, չի արձանագրում իրական չափելի արդյունք։ Հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը International Republican Institute-ի տվյալներով, համաձայն որի միայն 3%-ն է հակակոռուպցիոն պայքարը համարում ձեռքբերում իշխանությունների համար կողմից։ Եվ եզրակացնում ենք, որ սա ոչ թե վստահության, այլ հիասթափության ցուցիչ է, որտեղ հանրության փաստորեն ըստ միջազգային հետազոտողների միայն 3%-ն է կարծում, որ իրականում կոռուպցիայի դեմ կա պայքար։ Երրորդ մեր խնդիրը ընտրողական արդարադատություն եւ անձեռնմխելի բարձրաստիճաններն են։ Այս այն թեման է, որ մենք շատ երկար քննարկել ենք, եւ այսօր էլ դրա մասով վաղագին քննարկում ենք ունենալու, մասնավորապես քրեական վարույթները հիմնականում ուղղված են քաղաքական ընդդիմախոսներին։ Այսպես որ նայում եմ, ոչ մի նոր բան չեմ ասել, չէ՞, բոլորս դրա մասին որ գիտենք։ Ամբողջ քրեական վարույթները, որ իրականացվում է, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ են իրականացվում, հակառակ կարծիք ունեցող անձանց նկատմամբ է իրականացվում։ Իշխանությանը մոտ կանգնած անձանց գործերը կամ չեն քննվում, կամ կարճվում են, կամ դրանք ձգձգվում են։ Եզրակացնում ենք, որ օրենքը չի գործում հավասար բոլորի համար։ Արդեն սա էլ նորություն չէր։ Չորրորդ խնդիրը, որ արձանագրել ենք, քաղաքական կոռուպցիայի բաց դաշտ 2026 թվականի ընտրություններից առաջ։ Մասնավորապես կուսակցությունների ֆինանսները ընտրական շրջանում փակ են վերահսկողությունից, չեն սահմանափակվում երրորդ անձանց ներգրավված ծախսերը, վարչական ռեսուրսի չարաշահումը մնում է անպատիժ, դիտորդական առաքելությունների գործունեությունը կարող է չարամիտ սահմանափակվել։ Վերջի կետը հատկապես վերջին օրերին ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին է վերաբերվում, որի մասին կարծում եմ մենք մանրամասն կխոսենք, եւ ֆինանսների ընտրական շրջանում այս վերահսկողությունը, որ փակ է, մենք բարբերաբար հանդիպում ենք օրինակ վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ եւ մնացած ընտրությունների ժամանակ տեսնում ենք, որ անվերահսկելի միջոցներ են օգտագործվում բարեգործություն անելու համար, չգիտեմ, տարբեր այսպիսի դրվագներ կա։ Եվ բոլոր այդ դեպքերում, երբ որ օրինակ ներկայացումը դիտորդների կողմից, իրավապաշտպանների կողմից, քաղաքացիական հասարակության կողմից հաղորդումներ հանցագործությունների մասին, դրանք ընդհանրապես ընթացք չեն ստանում, բայց մինչդեռ հետո մենք տեսնում ենք, որ կային ինչ-որ գաղտնալսումներ հեռախոսների, ինչ-որ ներքին ու արտաքին դիտումներ, որոնցով ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները զրկվում են ազատությունից։ Ընդ որում, երբ որ նյութերն նայում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ մամուլով տեսել են դիտորդներն դրա մասին բարձրաձայնել էին, շատ ավելի հիմնավոր են, ապացուցելի են, ապացուցված են, քան այն մեղադրանքները, որոնցով որ օրինակ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները բանտարկվում են։ Եզրակացնում ենք, որ սա ուղիղ սպառնալիք է ազատ եւ արդար ընտրություններին։ Ամփոփելով այս ամենը, ես ուզում եմ մի փոքր նաեւ խոսել Անտիկորի, ես ուզում եմ հնարավորինս կարճ ներկայացնել այս ամեն ինչը, որպեսզի հասցնենք բոլորին խոսք տալ։ Ուզում եմ կարճ ներկայացնել Անտիկորի ապագա ծրագրերի մասին, որոնք բավականին շատ են եւ մենք պիտի փորձենք այս տարվա ընթացքում դրանց մեծ մասը կամ հիմնական մասը հասցնենք։ Ծրագրերի մեջ ընդգրկվում են հասարակության շրջանում հանրային քարոզչական լայն աշխատանքներ, թե ինչ է կոռուպցիան եւ ինչպես պիտի դրա դեմ պայքար մղվի, այդ գործընթացներում կամ կոռուպցիայի կանխարգելման գործընթացներում հասարակական գործունեության շրջանակներում նախատեսում ենք երիտասարդության ակտիվ ներգրավում, որոնց համար կիրականացվեն ամենատարբեր դասընթացները համառային դպրոցների տեսքով կամ երկօրյա այլ հանդիպումների տեսքով դասընթացների միջոցով
Հետո մենք կունենանք տարբեր մրցույթներ, օրինակ լրագրողական մրցույթներ կունենանք կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հոդված, ֆիլմ, որոնց մասին հետագայում մենք շատ ավելի մանրամասն դրանք կներկայացնենք։